Էլեկտրոլիտների հավելումների 99%-ը անիմաստ գումարի վատնում։ Առաջին հերթին սրանց 99%-ը ուղղակի համտված աղա ու էլեկտրոլիտների մեծ մասը գրեթե չի պարունակում։ Երկրորդ հերթին էլեկտրոլիտների պակասությունը բնակչության 99%-ի դեպքում շատ անհավանական է։ Այն մարդը, ով որ լավ օդափոխանակությամբ ջիմում 1 ժամ ուժային մարզում է անում, էլեկտրոլիտի պակասության ռիսկ չունի։ Ու միակ մարդիկ, ովքեր ռեալ էլեկտրոլիտների պակասության ռիսկ ունեն, այդ դիմացկունության մարզիկներն են, ովքեր ժամերով վազում են կամ օրինակ ժամերով հեծանիվ են քշում, որովհետև իրանք անչափ շատ են քրտնում ու այս քրտինքի միջոցով շատ էլեկտրոլիտներ են կորցնում։ Բայց այս ամենի հետ մեկտեղ էլեկտրոլիտները միևնույն է շատ մեծ նշանակություն ունեն մկանների ու նյարդային համակարգի նորմալ աշխատանքի համար։ Դրա համար հիմա կասեմ ոնց կարելի է բավարար քանակի ամեն էլեկտրոլիտից ստանալ սնունդի միջոցով։ Նատրիումի ու կլորիդի համար կարելի է ուղղակի մի քանի գրամ աղ օգտագործել մինչև մարզում սնունդի մեջ։ Կալցիումի շատ լավ աղբյուրներ են կատնամթերքը, սպանախը ու նաև ձկնամթերքը, որի մեջ մանր փշեր կան, որը կարելի է ուտել։ Նաև ասեմ, որ եթե ջերմամշակված ձվի կլեպը բլենդ անեք, կարելի է ասել ստանում եք կալցիումի հավելում։ Մագնեզիումը կարելի է ստանալ կակաոից, սպանախից, ավոկադոից ու ընկուզեղենից։ Կալիումը գրեթե բոլոր մրգերում ու բանջարեղեններում կա։ Ու ֆոսֆորը նույնպես բազմաթիվ մթերքներում շատ մեծ քանակությամբ կա, օրինակ մսեղեն, ծու, կատնամթերք եւ այլն։